Ռուբեն Ռուբինյանը նախագիծ են ներկայացնում ուրեմն ազգային ժողով, կարող արդեն ներկայացրել են, չգիտեմ, մի խոսքով։ Ինչա ուրեմն այդ Իրանից ներկայացնում։ Ուզում են հունվարի 27-ը կարգեն որպես հիշատակի եւ խոնարհումի օր։ Բանակի օրվանից մի օր առաջ։ Հիմա հարցը չի առաջանում, ինչի է դա հունվարի 27-ը։ Причем тут հունվարի 27։ Իմ խորին համոզմամբ ինչի են սա անում։ Սա անում են, որպեսզի ստեղծեն ինչ որ այս նույն են պատմեր, իմ պատմածի նույն այսպես տրամաբանության մեջ է։ Ինչ որ բան, որևէ բանի հետ կապ չունեցող, աֆիլիացիաներ չունեցող, անկախ ամեն ինչից, ինչ որ մի հատ абստրակտ խոնարհման օր։ Խոնարհվում ենք խառը ինչ որ թեմաներով, որտեվ եթե իրանք անեն այն դատաներին, որտեղ կրել ենք այդ պարտությունը եւ Նիկոլը ստորագրել է կապիտուլյացիան, այդ օրը ավտոմատ դառնալու է Նիկոլին քրլնգելու օր։ Իթիվաս այլ բաների, մեղավորին փնտրելու։ Բայց երբ որ հունվարի 27 է անում, մարդ չի հասկանում, ախպերես ինչ մոմենտ է։ Ինչ որ բանակի նախորդող օրը, էլի դու հասկանում ես, սրիկայություն անում, էլի։ Այսինքն բանակի օրը մենք միշտ ունեցել ենք որպես շքերթներով, հպարտության, բան հիմա դրանից մի օր առաջ պետք է հիշենք փակի մեջ ենք, հետո հաջորդ օրը դիշ դիսոնանս է, այսինքն դու մի օր այսպես խոնարհվեցիր, մարդիկ մացան, պարտվեցինք, Նիկոլի տիրոջմերը, հաջորդ օրը մետ ուրախ պետք է ելնես, պարատ, կյանքում չի լինի։ Հենց այնց են, հաջորդ օրն էլ ուրախ չլինի։ Չես կարող ելնես, ֆիզիկապես չես կարող ելնես։ Դրա համար այդ տոնը թող Ռուբինյանն ու Գեղամը դնեն, մենք այդ տոնը կհանենք։ Ապա դա նույնն անելու է, դա ախպեր ջան, դնելով չի, սրանք ոչ մի բան չէ, սրանք սկիզբ աղը սեղանի վրից չեն կարող հանեն, ու մյաց տոն դնեն։ Ինչ դնեն։ Դերին մի հատ բան, ինչ էին դրել, հպարտ քաղաքացու օրեր, ինչ զիբիլներ, ես դες մի հոգի չգիտեմ, որ այդ հպարտ քաղաքացու օրը նշել է։ Տոն է, ինչ է, սարքե պետական տոն։ Հպարտ քաղաքացու օրը։ Չի լինում սրանց մոտ ոչ մի բան դնել։ Ու ըստ այդմ, այս օրը, բայց ուզում եմ հատուկ նշեմ սրանց սրիկայության աստիճանը, ու այս Գեղամ Նազարյանն արը, որ անամոթաբար գնացել է սրանց հետ կոլաբորացիայի վրա ու համահեղինակում է սենց եզություններ։ Абստրակտ մի հատ օր, էլի կապ չունեցող օր։ Հունվարի 27 հերիք չի, մելա բանակի հետ աֆիլիացիան էլի կողմ դրած։ Մի հատ էլ է, որ ինքը կապ չունի, ախպեր ջան, Նիկոլ հետ ինչ կապ ունի, որ պարտության չի խոնարհվում ենք։ Մարդիկ չջոգեն էլ ինչի համար են խոնարհվում։ Հիշատակ, ի՞նչն են հիշում։ Ինչ է, ինքը գիտես ոնց է ուզում հիշեն։ Ցեղասպանությունից սկսած սա հիշեն։ Ոչ, ախպերս պարտությունը հիշեն։ Ապեր, բայց ոչ թե հստակ Իրանը։ Հա, Օփշի, яր Իրանը կապ չունի, այն որ սաղ դարձ ցավերը հիշեն, հիշատակի օրը, ինչ դարձ կա հիշենք, նախկիններով, ներկաներով, ինքը իր վրից գցում է այս կոնկրետ այս պատասխանատվությունը, որ ինքը ունի, որտեվ եթե դա դնի նոյեմբերի ասենք 9-ին կամ սեպտեմբերի 27-ին, ակնհայտ կլինի, թե ինչն ենք մենք հիշում ու ում ենք դրանում մեղադրում, բայց դա չէ, ախպեր, մենք հունվարի 27-ին ակրած մենք 28-ին տրամները ասանես կընկնի, որ 28-ին էլ ասոբը բան չեն կանի, որտեվ ադրբեջանցիք չեն ուզում, որ մենք ինչ որ բան անենք, չէ՞, տենց բանակ, բան ինչ բանակ ախպեր։ Ադրբեջանը իր բանակի ծախսերը ավելացրել է, մենք 265 միլիոն կրճատել ենք։ Դες ինքը ամեն ինչ արել է, որ բանակը վատով հիշվի, է։ Դու չես հիշում ինքը ինչ արեց։ Ասեց ով խելոք չպահի, տանելու եմ որ հավաքների, տենց էլ արեց։ Բանակի մասին ինքը արել է բանակի շուրջ ամեն ինչ, Վասիլյան, որ բանակը հիշվի ամենաբացասական ձևով, ծնողները երազեն, որ բանակը ընդհանրապես վերանա, որ իրանց երեխեքը այլևս բանակ գնալու հարց չունենան։ Երիտասարդները բանակից հիշում ես մի հատ բան էին, դրել վիդեո էին դրել, մեկը եկել էր հայտնում էր, որ տղուն բանակից ազատել է։ Լացում ես վերջերս էր։ TikTok-ում ռիլ էին արել, լացում էին ընտանիքով, մի ասա ուրախացել էին, բան, sense մի հատ տոն էին սարքել ու դա դրել էին TikTok-ում։ Ու սաղ տնում էին, ասում էին, ես ինչ եք անում, արա, իսկ ինքը սարքել է բանակն այստեղ, որ մի հատ էլ մի հատ միջև բանակի օրը մի հատ այս հիշատակի օր դնեն, որ մարդիկ հիշեն, թե ինչ վատ բաներ արել էս բանակն, իրենց հաջորդ օրը բանակի տոնը չուզենան տոնեն։ Հիմա երկրապահը ոնց պիտի ցրի ինքը, տենց չէ։ Երկրապահը ցրում ախպեր մարդը։ Ոնց պիտի ցրի։